Ինչ, երեք սաղ գիշեր քննարկում էիք մեր դեմքի արտահայտությունները եւ փորձում դրա մեջ հանգստություն գտնել։ Հիմա էլ ամենայն հավանականությամբ չգիտեք ինչ խոսեք, ուժեղ կրվակ, ինչ խոսք, ուժեղ կրվակ։ Այն տեխնատուները, որոնք որ անցել են ազգային ժողով, մենք շատ սիրով կսպասենք ձեզ եւ պարլամենտարիզմի փորձի փոխանակում կանենք ձեր հետ։ Սպասում ենք ազգային ժողովում մեր ժողովրդի քվեն մեր համար օրենք է, իսկ այն մարդիկ, ովքեր որ օրենք են խախտել եւ մտածում են, որ դա անցավ ընտրությունների հետ միասին, շատ խորը սխալվում են։ Երագլուխ հրեշի մի գլուխը կտրվեց, այն երկու գլուխն են ընդամենը ժամանակի հարց է, շատ կարճ ժամանակի հարց։ Բարի լույս ձեզ, նոր Հայաստանում։ Այո, հաղթեցինք, բայց հաղթեցինք շատ դժվարությամբ։ Խոստովանում եմ, որ շատ դժվարությամբ։ Ես իհարկե ուզում էի սահմանադրական մեծամասնություն, որովհետև Գարեգին Բեի հետ հարցեր ունենք լուծելու, սահմանադրության հետ հարցեր ունենք լուծելու եւ այլն եւ այլն։ Ես գիտեմ, որ սրանք առավոտից իրիգուն բանան են դնելու ոտներից տակ կամ փեդը մցնելու են անիվի մեջ։ Այն ինչ որ արել են այս տարիներին նույնը շարունակելու են։ Այսինքն էլի ոչ հանգիստ, ոչ քուն, ոչ դադար։ Էլի պայքար, պայքար, պայքար։ Էլ չեմ ասում, որ մեր հարկերից աշխատավարձ են լափելու։ Բայց ես գտնում եմ, որ ունենք այս ռեզուլտատները, որ ունենք հենց այս տոկոսային հարաբերությունը, սա մեր թույլ աշխատանքի հետևանքն է։ Գիտեք, որ ես սիրում եմ ճիշտ ասել, երբեք չեմ թաքցրել, թե ինչ եմ մտածում, այս տոկոսները հավաքած, ձեռքերիս վրա կարող եմ հաշվել, թե կառավարության որ անդամների աշխատանքների շնորհիվ է հավաքվել։ Այդ ֆակտորը եւ կարող եմ ասել, որ ժողովուրդը, այն ժողովուրդը, որ գնահատում է, ու այն ժողովուրդը, որ ուզում է մեռնի, բայց այս հներին այլևս չտեսնի ղեկավարություն, իրանց շնորհիվ է եղել։ Իսկ այն մարդիկ, որ օգտվում էին եւ առողջապահության փաթեթներից, եւ տարբեր տեսակի օգնություններից, եւ տարբեր տեսակի փոփոխություններից, էլ չեմ ասում, որ իրենց զավակները կարող է եւ բանակում լինեն, թորները եւ այլն, իրանք ընտրեցին всё-таки ընտրեցին հին թալանչուն։ Այն մարդկանց, ովքեր ոչինչ չեն արել երկրի համար ու ոչինչ չեն արել ժողովրդի համար։ Պրոստը ճիստը աբիժնիկություն էլի, հա։ Նիկոլը էս արեց, դրա համար իրան չեմ ընտրում, բայց դրա համար ինքը պատրաստ է իր երկիրը տուլի տանի։ Ինչա թե իր ուղեղը չի մտնում, թե Նիկոլը ինչա արել, կամ ամեն ինչ չի, որ Նիկոլի ձեռքերի մեջ է։ Ոչմ չխորանամ այս մասին արդեն շատ ենք խոսել, շատ ենք դրել վերցրել։ Բայց շատ եմ ափսոսում, որ գոյությունն իմ ազգի մեջ այդքան շուն ու շնգյալ, ոնց որ թալանչիները հայտարարեցին իրանց սատարողներին։ Շատ մեծ ամոթ եմ ապրում, այդ օրերին այդքան այդ մասին չեմ խոսել, այ հիմա կարամ արդեն հանգիստ խոսեմ, որովհետև ժամանակը արդեն անցել է, արդեն ընտրությունները ավարտվել է, կարամ այդ մասին խոսեմ։ Ամոթ ձեզ, որ Ռուսաստանից քաշ եկաք, հելակ եկաք ստեղ, ինչա թե փողով կամ ձեր բիզնեսի համար ձայներ տակ, ում տակ այն մարդուն, որ մի հատ հեծն ինչա չի կարողացել պահի, ու հիմա ես ինչ խոստումներ ա տալիս։ Այն մարդու համար ձայն տակ, որի պատճառով թողել լքել եք երկիրը։ Այ ամոթ ձեզ։ Չգիտեմ, էլի ես իրոք սա դնեմ մի կողմ, էլի ես քաղաքականություն, բան ամեն ինչ դնեմ մի կողմ, ոնց չեք ամաչում դուք։ Ընդ որում համացանցում բաց արտահայտվում եք, ես շշտուս եք տալի։ Ես ուղղակի ապշած եմ ձեր վրա, իրոք։ Այն որ հելնում եք, ասում եք Թուրքի եք, բան, թրքացում, բան, ախր դուք էլ լավ գիտեք, որ էդի տենց չի։ Բոլորը քաջ գիտակցում եք, որ էդի տենց չի։ Թուրքերի հետ առավոտից իրուն Ռուսաստաններում տրճիկ եք տալի, այ հոգնածներ, եկել եք մեզ ասում եք թրքացում։ Ընդ որում ում որ ընտրում եք, իրանք էլ դեմ չեն, ասենք իրանք էլ են ուզում այդ ճանապարհները բացվի։ Պրոստը իրանք ասում են ռուսի տակ մնանք։ Ու դուք այս տրուկներ, արա մեղք եք, իրոք շատ մեղք եք, անտանելի եք։
ու ամոթալի զանգված եք, ամոթալի։ Ու ավելի շատ ամոթանք ուզում եմ տամ այն մարդկանց, որ հենց Նիկոլի օրոք բիզնեսներ են բացել, կլինիկաներ են բացել։ Չգիտեմ, մի այլ կարգ են սկսել ապրել։ Ուր հարց ես տալի գնալու ես ընտրություն։ Չէ, հա։ Ես ինքս եմ ասել, դու ով ես։ Քեզ ինձ ինչ ես ներկայացնում։ Այ ոչինչ։ Ասենք հների ժամանակ դու կարայիր տենց կլինիկաներ բացեիր, ես իմ ինչ անեիր, հա, ռեստորաններ բացեիր ու ոչ մեկին 50% չտայիր, ոչ մեկ չգար քեզ կռշություն չաներ, հա։ Ասենք ես ինչ ձև է, էլի։ Ես չեմ ուզեցել այս մասին խոսեմ, մինչև ընտրությունները, որտեղ անիմաստ էր, բայց հիմա ուզում եմ մարտահայտվեմ։ Ա չեք ամաչում։ Արա մարդ այդքան անտարբեր անասուն կնի, որ դուք եք, հա։ Ախր ես երկրի մեջ արարում եք, ստեղծում եք, փող եք աշխատում։ Միթե ձեզ չի հետաքրում այս երկրի հետ ինչ արնելու։ Ոնց եք դուք ինձ զարմացնում։ Ասենք վաղը որ մի հատ ռուս դյաց գա ասի, слышь, черножопый, а ну-ка давай, кофе поставь мне. Քեզ կդզի էդի։ Այ ոչխարներ, այ այդ կռիվներ այսօր։ Այս գիշեր այդ կռիվներ, երեք այդ կռիվներ։ Ու դուք ասում եք, հա չի, հա։ Ես ոչ մեկին չեմ հավատում, ոչ մեկին չեմ ուզում, իմ համար մեկը ով կգա։ Իսկ քո համար մեկը, դու վաղը հայ կլնես թե չէ։ Քո համար մեկը, դու այդ երագույնը կունենաս թե չէ։ Այսա խնդիրը։ Ու ձեր նմաններ կանգնում ասում են, մենք մեր երաբլուրը։ Արա այդ երաբլուրի ժողովուրդը այդ տղերքը պարկել են այդ դրոշի համար։ Որի համար դուք պետք է ժիվոյ կռիվ տայիք, ու չտվիք օլոխներ։ Այդ տղերքը պատերազմի ժամանակ իրենց կյանքը դրեցին։ Մի հատ ընտրատեղամաս գնալու համար ձեր ворները դիվանից չփոքիկ։ Հետո ասում եք երաբլուր, ընկերներս, բան, ֆլան, ֆստան։ Սիկտիր եղեք։ Այ անտարբերներ, սիկտիր եղեք։ Ու երաբլուրի անունը մի տվեք էլ։ Այդ տղերքը կյանք են տվել դրոշի համար, որի վրա դուք թքած ունեք։ Որովհետև երեք այդ հարցն էր լուծվում, լինելու է մեր դրոշը, թե ոչ։ Իսկ դուք տրճիկ էիք տալիս, բայց մի հատ ընտրությունն ինչ է, չէիք գնացել։ Էսա, հետո էլ ասում են ծովից Հայաստան, մասի սար, ֆլան, ֆստան։ Այս անտարբերության ժամանակա ամեն ինչ կորել։ Կամ այսպես Ռուսաստանից փողով եկած, այսպես դավաճանների պատճառով ամեն ինչ կորել։ Ու հիմա ուշա տրծնեք, մասի սար ու եսիմ վան ու եսիմ ինչ կարս։ Այս հողը պետք է պահենք։ Այս ինչ որ ունենք, այս հողը, սա պետք է պահենք։ Ու այս հողը գնահատողների ցավը տանեմ, մեռնեմ ձեր սրտին։ Ապրեք դուք։ Ապրեք որ պայքարեցիք։ Ճիշտ է, պայքարեցինք, ունենք երկիր, ունենք դրոշ, ինքնիշխանություն։ Այդքանովս պայքարեցինք։ Մնացածը վայելելու են մեզ հետ հավասար, բայց ոչինչ։ Աստված կգա ժամանակ, ուղեղները միգուցե մի բան մտնի։ Իսկ ազգիս, այն պայքարող ազգիս, ժողովրդիս, շնորհավորում եմ։ Շատ դաժան պայքար էր, շատ դժվար էր, բայց մեկը հասանք մեր նպատակին։